Նիկոլ Փաշինյանի Արցախցուն փախածներ կոչելը ըստ ձեզ էմոցիոնալ պոռթկումի արդյունք էր, թե որևէ ենթատեքստ եք տեսնում։ Չէ, որևէ էմոցիոնալ պոռթկում չկա, որովհետև այդ անձը շատ հազվադեպ է էմոցիոնալ պոռթկումներ ունենում։ Իհարկե, արցախցիների մասով երբեմն իր այդ ատելությունը նաև արտահայտվում են հենց էմոցիաներով եւ ինքը հավասարակշռությունը կորցնում է, բայց փախած բառը դա իրենց տեխնոլոգիաներից մեկն է, որը իրենք պիտի կիրառեն, որով իրենք պիտի համոզեն Հայաստանի մեր հայրենակիցներին, որ ըստ էության մենք փախել ենք։ Տեսեք, ասենք ինքը ինչպես է պատկերացում, ամեն մեկը մի 10 զենք կարող էր մի ձեռքով բռնել, թե ինչպես իր, չգիտեմ, նախկին կիններ, թե ով էր ի վերջո այդ Էռատո ջոկատի հրամանատարը, զուգված զարդարված, որ գալիս էր ֆոտոներ էր անում 20 թվականին Արցախում, իբրև թե ինքը կռվում է, թե ինքը պատկերացնում էր, որ կինը իրականում այդպես կարող է անել, կինը պիտի զենքը վերցներ ու գնար կռվեր, Քավլիցի, եթե մենք կարողանայինք կամ մենք ունակ լինեինք դրանք, բնականաբար դա էլ էինք անելու, այսինքն ինչ է նշանակում անթիվ անհամար զենքը ենթադրենք 20,000 տղամարդը կարողանար կիրառել, այդ բոլոր տղամարդիկ ճակատում են եղել, այդ բոլոր տղամարդիկ պատերազմել են եւ մեր փախնելուց միայն կխոսի այն մարդը, ով այո նման իրավիճակում միանշանակ փախնելու է եւ այս իշխանությունները Աստված մի արած է հայտնվեն նման իրավիճակում հասկանալի է կին երեխա իրենց համար այդպիսի սրբություններ չկան, որ իրենց թիկունքում են, իրենք փախնելու են։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։